լեգիտիմ։ Բոլորը լեգիտիմ, նայես, հա ոնց կարելի է, դե ամոթ չի, բայց օրենքը ամոթ չի, մարդկանց վրա տարածես։ Բայց բոլորի համար, բայց օրենքի գերակայությունը, օրենքի իշխանությունը, թափանցիկությունը բոլորի համար, բոլորը պետքա լինեն թափանցիկ, բոլորը պետքա լինեն թափանցիկ, իհարկե բոլորը պետքա լինեն, բայց 87 կատեգորիա կա, որ եկեք պետք չի, իրանք լինեն թափանցիկ, որտեվ իրանք մեկա ցույց տալու բան չունեն։ Եթե մեկը ցույց տալու բան չունի, ինչի լինի թափանցիկ։ Հեն պարզվում է, որ տենց գնում ենք, պարզվում է Հայաստանում 4-5 հոգի կա, որ բան ունի ցույց տալու, մնացած բոլորը դե խի պետք է բան ցույց տան, լավ 14, լավ 100, ասենք այս սենյակում նստածները եւ 1-2 ուրիշ սենյակում վերջ, պարտադիր, բայց պարտադիր է բոլորի համար։ Բայց ընդ մի հատ անցումային դրույթ կա, որ դե 1200 տող կատեգորիայի համար դա չի վերաբերվում նրանց ամեն ինչը։ Սենց պետություն չենք դառնա սենց մենք։ Չենք դառնա ու դրա համար էլ չենք դառնում։ Ամեն ինչը։ Մեր մոտ ամեն ինչը պարտադիր, ընդ որում ամեն ինչի մեջ կա քրեական օրենսգրքում գրած է գրած չի մեկական կատեգորիաներ, որ դա իրանց չի վերաբերվում։ Քրեական դատավարության օրենսգրքում, քաղաքացիական երթևեկության կանոնների մեջ երթևեկության կանոնը վերաբերվում է նրան, ով կռուտոյ չի։ Էդ էլ նայած, մարդ կա, որ արագության խախտման կռուտոյ է, բայց լուսացույցի տակ կանգնելու դեպքում կռուտոյ չի։ Եվ այդպես շարունակ։ Դրա համար է օրենքի նկատմամբ մեր երկրում էսա վերաբերմունքը, որովհետև դե թե օրենք ստիպված ես, ուրեմն ինչքան էլի, ինչքան այս կյանքում չունես բան արած, վաստակած, որ ստիպված ես օրենքով ապրել էլի։ Ոնց այս կյանքում բայց դպրոց, մանկապարտեզ, բու, աշխատավարձ, վերջը քուչա կա, վերջը բան կա, ծնունդ կա, այդքան չունես քո կյանքում արած, որ բան ունենաս, բացառություններ ունենաս։ Ոստեղ պրոբլեմը ես բանից գրում եմ, ես Էստոնիայից գրառում եմ անում, Տալինից, նայում եմ ասում եմ, ոնց կարա էլի քաղաքը սենց բան լինի։ Հլա նենց բան էի գրել, այդ խեղճ էստոնացիք արդարանում էին, ասում են, դե գիտես գարուն է բան, երևի տեսել էին գրառումները, որ ասում են, դե գարուն է բան, տենց մի քիչ լավ է մաքրած էլի, նկատում են, այնքան վատ էին զգում, որ ես տենց ուժեղ տպավորության տակ եմ մնացել, թե ոնց կարա քաղաքը այսքան մաքուր լինի, պատկերացրիք, չէ, ասում են, դե գարուն է բան, հիմի մի քիչ շատ է մաքրված էլի, դե տենց մեր ամառ աշնան դեմը այսքան մաքուր չի լինի, ասենք մարդիկ նեղվել էին, որ ես մարդ է եկե ուրիշ երկրից եւ տենց տպավորվել է։ Մեր արձագանքը, ինչ եմ գրում, ասում եմ, քաղաքը սենց մաքուր կարա լինի այն դեպքում, եթե մաքրողը երբ որ մաքրում է, հետևից կեղտոտողի պակաս կա։ Այսինքն հետևից կեղտոտողի պակաս կա։ Այսինքն մաքրելուց հետո քիչ են մարդիկ կամ չկան, որ ծխում գցում են, բան ուտում գցում են, խմում գցում են, ուղակի գցում են։ Ասում եմ, էստոնացիք վատ են զգացել, ասում են, գարնանային աշխատանքներ են արված, տենց համընկել է։ Մեր արձագանքը քաղաքապետը, նախարարը, վարչության պետը, բանը, այն ժեկի պետը, այն ժողովուրդ ինչքան կարելի է, վայ այսօր չեմ բերե բանի, Մեսրոպ Մաշտոցի այդ առակացի առաջին, ինչքան